Մենք գիտենք ախր, որ այսօր Ալիևը սանձազերծել է նարատիվների պատերազմ, նա անպատժելիորեն առաջ է տանում այն նարատիվը, որ հայերը սուտ պատմություն ունեն, իսկ Հայաստանը ռուսները ստեղծել են ադրբեջանական հողերի վրա։ Այդպես են նրանք գրում իրենց պատմության դասագրքերում, այդպես են ադրբեջանցի երեխաները սովորում իրենց պատմությունը բարուրից սրսկված հայերի դեմ ատելությամբ։ Նիկոլ Փաշինյանը դեռևս ուզում է հասկանալ, թե արդյոք Ալիևը մտադիր չէ հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք։ Չի հասկացել փաստորեն։ Հայաստանի վարչապետը վերահաստատեց Մինսկի խմբի լուծարման օրակարգը ընդունելի է իր համար, բայց մյուս կողմից ուզում են հավաստիանալ, որ Ադրբեջանը մտադրություն չունի իր տարածքում հակամարտությունն ավարտել եւ այն տեղափոխել Հայաստանի տարածք։ Փաշինյանի այս հայտարարությունից անմիջապես հետո Ալիևն այսօր կրկին Հայաստանն անվանեց Արևմտյան Ադրբեջան, խոսեց ադրբեջանական պատմական հողերի մասին, որտեղից արտաքսվել են իր հայրենակիցները, ջնջվում է ադրբեջանցիների հետքը նրանց պատմական էթնիկ տարածքից, ասել է Ադրբեջանի նախագահը, որը Երևանից պահանջում է քննարկումներ սկսել ադրբեջանցիների վերադարձի շուրջ։ Ես կհուշեմ, որ այո մտադիր է, եթե դեռ չեք հասկացել։ Ալիևը միշտ է եղել շատ բաց ու անկեղծ իր մտադրություններում, հայերի դեմ ինչ ասել արել է եւ այո, նա Արևմտյան Ադրբեջան եզրույթով այդ նպատակն է հետապնդում։ Ադրբեջանցիներ տեղավորել Հայաստանում ու մասնատել Հայաստանը ներսից։ Եվ եթե Ալեն Սիմոնյանը դա համարում է օրինաչափ հակադարձում մեր օրինական պահանջներին կապված արցախցիների հետ, ապա այստեղ արդեն գործ ունենք շատ վտանգավոր հեռանկարի հետ։ Իհարկե, Արևմտյան Ադրբեջան ասելով, Ալիևը նաև ցանկանում է հայերի ստիպել հրաժարվել Արևմտյան Հայաստան եզրույթից մեր պատմական հիշողության մեջ, դրանով իսկ սիրաշահելով իր թուրք եղբայրներին, ովքեր միանշանակ նրան հրահրում են դա անել։ Բայց թող Թուրքիայի նախագահն ու վարչապետը դրանով մտահոգվեն։ Երբեք չպետք է թույլ տալ, որ հայ-թուրքական խնդիրները փոխկապակցվեն հայ-ադրբեջանականին, հատկապես այսքան իրադարձություններից հետո։ Հասկանալի է, որ նրանք անբաժանելի երկվորյակներ են եւ մեկը մյուսի լավության տակից ուզում է դուրս գալ, բայց այդ մարազմի մեջ ոչխարի նման օգտագործվելն էլ ախր պարզագույն ինքնասիրության հարց է։ Զուտ մարդկային ինքնասիրության։ Այստեղ կապ չունի Արցախում պարտվելն ու խաղաղություն ցանկանալը։ Էրդողանն ու Ալիևը պարզապես հրճվում են, փորձելով ստորացնել ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ամբողջ հայ ժողովրդին։ Հայաստանի որևէ պաշտոնյա պետական Թուրքիային դիմելով այն երբեք չի անվանել Արևմտյան Հայաստան, չկա նման բան։ Այսինքն, անգամ եթե Արևմտյան Հայաստան եզրույթի պատասխան որպես դա ընկալենք, նույնպես ցնդաբանություն է, քանի որ պաշտոնապես Թուրքիային երբեք Հայաստանի որևէ ղեկավար իր պաշտոնի բերումով չի ասել Արևմտյան Հայաստան։ Բայց պետք է գիտակցել, որ Արևմտյան Հայաստանը պատմաշխարհագրական իրական անվանում է, որը գիտականորեն կա աշխարհի տարբեր փաստաթղթերի